ոչ մի զրոյական կետից սկսել մինչև Ռոբերտ Քոչարյանը այդ երրագլուխների պապան պատասխան չտա իր ամբողջ արածների համար։ Ռոբերտ Քոչարյանը իմ կարծիքով սպանել է Վազգեն Սարգսյանին։ Իրա ձեռով չի սպանել, զակազա տվել։ Իրան օգտագործել են, չգիտեմ, այն Կրիմից եկած բաները, դավաճանները, որոնց վերբովկա էին արել գերեուշնիկները Պուտինի, եկել էին սպանել էին մեր սպարապետին, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանար իշխանություն վեկալել Հայաստանի Հանրապետությունում։ Իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանը փոխարինել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը գումարի հետ։ Ուրիշ ես չեմ ճարում պատասխան այդ հարցին, թե որտեղից Ռոբերտ Քոչարյանին այդքան կարողություն Ռուսաստանում։ Ուխի էր Ռոբերտ Քոչարյանը ուզում փախներ Հայաստանի Հանրապետությունից հենց ընտրություններից հետո գրարում էր արել։ Տեսեք, ես երկու հորով մեկնում եմ արտասահման, բայց դե սաղս էլ հասկանում ենք, թե ուր էր ինքը ուզում մեկներ։ Իսկ հիմա Ռուբենը դուրս է գալի ազգային ժողովում ասում է. ես ուզում եմ, որ մենք թազա զրոյական քայլերով համագործակցենք, իսկ անդիմադիրները, չեմ ուզում անունները ասեմ, նայեք, կտենակ 7 ժամ նայել եմ, sense քմծիծաղով։ Իրանք արժանի են զրոյական կետից սկսելու, կամ էլ թե չէ արժանի են, մինչև այդ երրագլուխ կուսակցության ամենամեծ գլուխը չկտրվի, ոչ մի զրոյական կետ։ 10 անգամ հարց տվեցիք։ Թուրքերի հետ շփվել ես, թուրքերի հետ գնացել ես այստեղ, թուրքերի հետ գնացել ես այնտեղ։ Ես Մոսկվայում եմ ապրել։ Ես էլ նույն թուրքերի հետ շփվել եմ, ու ես թուրք ասելով ինիկատուն եմ ռուսական քաղաքական աշխատողներին։ Պուտինը նույն թուրքն է, ոչ մի բանով չի տարբերվում։ Ռուսական քաղաքականությունը նույն թուրքերի ավելի բետար տարբերակն է։ Թուրքերը մեզ վեկալեցին, մորթեցին, հասկանում եք, ցեղասպանության ակտ, որովհետև ռուսը մեզ դավաճանեց, խափեց, թռավ գնաց իր երկիր։ Իրանք մեզ ասեցին, մենք ձեզանից զզվում ենք, ու իրականացրեցին ցեղասպանություն։ Իսկ ռուսը ասում էր, որ մենք իրար հետ աղբեր ենք, հարազատներ ենք, մտերիմներ ենք, դարերով իրար հետ պետքա լինենք, ու դանակը բերեց կողեց մեջքներս։ Այդ քիչ եք մի հատ անդրադառնում, այդ ընդդիմադիրներ, քիչ եք մի հատ անդրադառնում ռուսական կողմի մասին, թե արդեն ձեր մոտ ընդեր взятки, գլատկի բան եք արել, պատրաստել եք սաղ դաշտը, դες հետաքրքիր չի, դες կարևորը, այս խաղաղությունը, այս նուրբ, շուշի նման բարակ շուշայի նման խաղաղությունը, որ մենք հիմա կարողացել ենք հաստատենք, հələ մինչև վերջ ամբողջական հաստատված չի այս խաղաղությունը։ Դուք դրա վրա ուզում եք քարով խփեք, այնքան խփեք, մինչև ջարդվի, որ գնաք ասեք ձեր տեր ու տիրակալ Պուտինին, իմ կարծիքով Պուտինն է ձեր տեր ու տիրակալը, որ ասեք մենք ձեր տված գումարները կարողացել ենք բան անենք, ասվոյից անենք, Ռուսաստանում տենց են ասում, որ ասեք կաղրանք հիմա գաք, հայերին վեկալեք, տանեք SVO, որովհետև ըստ ՕԴԿԲ-ի պայմանագրի իրանք ունեն այդ իրավունքը, բայց քանի որ իրանք իրանց պարտականությունները չիրականացրեցին, որ մեր մոտ Արցախյան պատերազմն էր, բնականաբար մենք էլ իրանց չունենք ոչ մի բան տալու, ու դուք այդ դավաճանների համար եկել եք բան եք անում, կոկորդ եք ճղում, ձեզ առաջարկում են զրոյական կետ, իսկ դուք ձեզանից երևակայել եք, գիտեք թե բան է, այս ամեն օր ձեզ պետք է առաջարկեն ցանեն, մի անգամ են ասել, մի անգամ, բայց ես էլի եմ ասում, ես լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, հարգելով քաղաքացիական կուսակցության ազգային ժողովի падգամավորներին, ընտրելով Նիկոլ Վարչապետին, ոնց որ իմ վարչապետ, որովհետև տենում եմ ինչքան ահռելի աշխատանքային քանում, ինչ գործ անում իմ հայրենիքիս համար, ես իրան ընտրելով, ես լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ասում եմ, ոչ մի զրոյական կետ։ Դուք արժանի չեք զրոյական կետի, մինչև Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվություն չկրի իր ամեն արածի համար։ Հələ մարտի մասին էլ չեմ խոսում։ Եկեք մի քիչ բաներից։
արտաքին գործերի մասին խոսանք, դավաճանության մասին խոսանք, ոչ թե ներքին, այլ արտաքին, ներքին այնքան դավաճանություններ են իրանք արել, այնքան մարդ է լքել Հայաստանի Հանրապետությունը, իրանց պատճառով, իրանց այդ երրագլուխների պատճառով, որի ձեռից սաղ խլել են, եկել են բզներին դրել են մարդկանց, ասել են դուք պետք է կամ մեզ տակ կամ պետք է ոչ մի բան չանեք, կամ գլուխները տենք ուտելու, եթե ինքնագլուխ անեք, այնքան մարդ է իրանց պատճառով հայրենիքը մեր լքե, այնքան մարդու են իրանք խեղտ են, ինչքան մարդ են իրանք սպան է, ամեն մի ռոբի համար, բարի համար, ռոբի համար մարդ են, այնքան են ծեծը մեռել է, Գորկլոյանին են սպան է, Ռուսաստանի դեսպանատան կողքի շենքից գրանատ էին գցում մեր վրա, ես այդտեղ եղել եմ։ Ռոբերտ Քոչարյանը մինչև պատասխանատվություն չկրի ոչ մի զրոյական կետ չի լինելու։ Անկլավի վազվրատների մասին եք խոսում, դուք չգիտեք, հա, որ եթե հանկարծ իրանք ասեցին, որ իրանք ուզում են անկլավներ վերադարձնել Հայաստանի Հանրապետություն, նույն ձև էլ մենք ենք ասելու, դա մենք էլ ենք վերադառնում, ինչ կա։ Արա, իրանց պետք չի այդ անկլավների վերադարձը, պետք չի, հասկանում եք, հերիքա մանիպուլյացիա անեք ժողովրդի ուղեղները։ Աստված մեզ ուղակի փրկեց, որ դուք չեկաք իշխանության, այդքան գումար ծախսելով, այդքան կաշառք բաժանելով, դուք չեկաք իշխանության ու մեզ փրկեց պատերազմից, որովհետև դուք, որ Աստված չանի, վայ այն օրը, որ եթե դուք գայիք, բայց դուք չէիք գա, եթե դուք գայիք, հեն մյուս օրը պատերազմ է սկսելու, գնալու եք ասելու եք Արցախը մերն է, մերը չէ, հայերինը չէ, ռուսերինը, որովհետև դուք Ռուսաստանի ներկայացուցիչներն եք, որովհետև մինչև այսօր Սամվել Կարապետյանի 80% կարողությունը Պուտինի ջեբում է։ Մինչև այսօր Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Ասելու եք Արցախը մերն է, հայերին ասելու եք մերն է, հայերեն եք ասելու, որ հայերը կարծեն, որ գնալու ենք Հայաստանի համար, Արցախի համար պատերազմ անենք, բայց իրականում դուք հայաթափ եք անելու Հայաստանի Հանրապետությունը, օգտագործելով Ռուսաստանի այս փլուզվող ոչնչություն պետությունը, որ արդեն էլ հեսա արդեն ոչ մեկին պետք չի, ոչ ոք բանի տեղ չի դնում այդ Ռուսաստանը, դուք դες ճղղում եք դրանց համար, օգտագործելով այդ ռուսերին դուք ստեղ հայաթափ եք անելու, որ հետո ստեղ իշխանություն վեկալեք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նման, ստեղ Հայաստանի Հանրապետությունը սննկացնելու եք, ու մենք էլի չենք կարողանալու արտադրենք զենք, մենք չենք կարողանալու ունենայինք ելք, այսինքն ելքեր, որ հիմա ունենք, Պուտինի ելքերը դուք ուզում եք, որ մենք ունենայինք մի հատ ճանապարհ ու Պուտինը ինչ ասեր, մենք անենք, այտենց բան չի լինելու, մոռացեք, հասկացաք, Սամվել Կարապետյանը մեծ բարերար է, ինչ արե, բացի հեծի թալանելուց ինչ արե, կարաք ինձ ասեք, մի հատ օրինակ բերեք, ասեք տղա, էս արե Սամվել Կարապետյանը, ու մեկ էլ շեշտեք, ասեք խի է Սամվել Կարապետյանը, ունենալով հեծի ամբողջական իշխանության սենց թաթերը մեջը մցրած, այդքան գումարները վեկալել է, ու չի վերանորոգե մեր գծերը, որ ես այսօր Երևան քաղաքում, չգիտեմ, ամիսը 2-3 անգամ առանց լույս եմ մնում, խիա տենց ինչ է արել Սամվել Կարապետյանը, Արցախի հայաթափման մասին եք խոսում, այդ ոնց իրականացավ Արցախի հայաթափումը, կարաք ինձ ասեք, մոռացել եք արդեն, որ ռուս խաղաղապահները կայնել էին, երեխեքին մի կտոր հաց չէին կարողանում Հայաստանի Հանրապետությունից հասցնեին, երեխեքը սովված էին արդեն, իրանք վինուժդենի դուրս եկան Արցախից, մեկ էլ չասեմ մեն բանի մասին, որ դուք այդ ժողովրդին խաբեցիք, բերեցիք ստե, իմ կարծիքն է, ես իրավունք ունեմ արտահայտեմ, ես դեր Պուտինի Ռուսաստանը չի, ինչ լավ է, չէ որ կարողանում ես խոսած, ես ունեմ սահմանադրական իրավունք ու ես արտահայտում եմ այդ, որովհետև դա իմ կարծիքն է, ես իրավունք ունեմ, իսկ Դուք չունեք այդ իրավունքը լինելով Ռուսաստանի քաղաքացի, իրանց բերել եք դուք, որ իրանք ձեր համար քվետ այն, բայց տեսակ, գիտեք արցախցիք բան են, անուղեղ են անխելք են, իրանք էլ հասկացան ինչա կատարվում ու իրանց քվեն տվեցին Նիկոլ Փաշինյանի համար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար, ժողովրդի կուսակցության համար, Արցախի փլուզումը Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն է, իրոք Քանի հայ զինվորի առաջի Արցախյան պատերազմից հետո նկար պլակատ բիգբորդների վրա դուք տեսել եք Լեռնային Ղարաբաղում ամբողջ Ղարաբաղով մեկ գրած էր Պուտին սպասիբա բա ուրա ձեր այդ Պուտինը բա խի չեկավ որ հարձակվեցին խի չեկավ ըստ ՕԴԿԲ-ի պայմանագրի ինքը պետք է գար մեզ ոնց որ բան
պատժկա, որովհետև պարտավոր էր, պայմանագրով էր պարտավոր, այդ խիչ եկավ։ Ու մենակ չասեք Հայաստանի Հանրապետությանը չեն կպել, կպել են Հայաստանի Հանրապետությանը, ինքը ունեցել է այդ հնարավորություն, դուք հասկանում եք, դուք ում համար եք ճղում ձեզ, դուք հասկանում եք, Ադրբեջանը հարձակվում է ՕԴԿԲ-ի պայմանագրի անդամին, հա, ու ում հետ, Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է, Ռուսաստանը օգնում է Ադրբեջանին գցելով իր դաշնակին ու դուք դրա համար եկել եք ստեղ հիմա ձեզ բան եք անում, բանի գիտեք դուք մի բան ձեզանից ներկայացնում եք, ձեր ժամանակը գալիս է։ Իմիջիալոց որ քաղ բանտարկյալների մասին դուք խոսում եք, ես ես խնդրում եմ էլի մի հատ Ռոբերտ Քոչարյանին հարցեք, քանի հոգի է ինքը սպան է, քանի հոգի է ինքը սպան է, որ ինքը մնա իշխանությանը Հայաստանի Հանրապետությունում, որ իրան ընդհանրապես պետք չի եղել։ Որովհետև ինքը եղել է Պուտինի գեներալի դիրեկտորը Հայաստանի Հանրապետությունում։ Դա իմ կարծիքն է, ես ձեզ ասում եմ։ Ռոբերտ Քոչարյանը եղել է Պուտինի գեներալի դիրեկտորը Հայաստանի Հանրապետությունում։ Ու քանի հատ մարդու գլուխ այնքը կերե, մի հատ հարցրեք իրան, էլի խնդրում եմ։ Հետո նոր եկեք ըստ չգիտեմ, հետախուզական գործողության, ՆԳՆ-ի աշխատանքի, հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքով բռնված այս ձեր ասած քաղ բանտարկյալները ցուցակը ձեռս է։ Սաղ գաշարք տվող են, զապիսներ կա։ Դուք ասում եք իրանց քաղ բանտարկյալ, լուրջ հանրության դեմ տերրոր եք իրականացրել, որ ձեզ քվետ տան, ժողովրդին վախացրել եք։ Ով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է վախացրել, թե դուք ամեն ծակից դուրս էր գալի 300,000 ադրբեջանցի եկան, հեսա դառնալու են 1,200,000, որովհետև իրանք շուշուտ են բազմանում, արհեստական բանականությունով սարքած, սաղ ձեր կողմից տերրորի ենթարկվող այսպես մի հատ բան է, տեսա հոլովակներ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները Նիկոլ Փաշինյանն է տերրորի ենթարկել, թե դուք Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանից գումարով մարդկանց փորձը առնի, թե դուք եք օգտագործել Ռուսաստանի ուժերը, որ իրանք սանկցիան են, դուք հասկանում եք, դուք ձեր հայրենիքի վրա, իմ կարծիքով դուք եք արել, որ Պուտինը ընդեղից սանկցիաներ արել ձեր հայրենիքը, չգիտեմ, ձերը չի, դե համենայն դեպս ասեմ, էլի մեկ է տեսար զարթնես ձեր մեջ մի բան, ձեր հայրենիքը, որ ճնշման ենթարկեն, որ մարդիկ գան, ձեր համար քվեարկեն, որովհետև կարող է ծիրանը դուրս չգա Հայաստանի Հանրապետությունից, բայց դուք տեսակ, չէ՞ մեր հայերը ինչքան թասիբ ունեն, տեսակ չէիք սպասում, չէիք լսում ինչ էին ասում, իսկ կարող է մի փոր հացի համար հայրենիք կորցնեմ, այդտեղ դուք կործանվեցիք, այդտեղ դուք պրավալ տվեցիք։ Ինչքան մամուլ օգտագործեցիք, ժուրնալուգաներ օգտագործեցիք, առած ժուրնալուգաներ, որ փորձեք մարդկանց խաբեք, ամոթ չեք անում, այդ դրա համար հարգելի Հայաստանի Հանրապետության կառավարություն, հարգելի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներ, ես ձեզ խնդրում եմ, ես տեղադրել եմ հանրագիր, այդ հանրագրի մեջ նշած է, որ յուրաքանչյուր արտաքին պետության կողմից ֆինանսավորվող մամուլի ներկայացուցիչ, հիմնարկ, ՍՊ-յա, ԱԾ-յա, կապ չունի ինչա, սաղ պետք է նշեն իրանց էջերի մեջ, որ մենք վճարված ենք արտաքին ուժերի կողմից ու դա կապ չունի որ պետությունից, բայց դե մենք սաղս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանից է մասսանց է գալի, որ ակա տեղեկատվություն ուղարկեն ժողովրդին։ Ես խնդրում եմ, ընդունեք այդ հանրագիրը պատրաստ է, հանրագիրը ստորագրած է, ես իմ ID քարտով ստորագրել եմ, տեղադրել եմ, գոնե հանեք քննարկման, ես ձայներ կհավաքեմ, խոսք եմ ձեզ տալի։ Այդ դրանցից երկուսը կարծեմ ժողովուրդներ, մեկ էլ օրագիրներ, ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանի վրա երեխայի վրա բաներին են, տեսա հոլովակներին տեղադրել։ Այդ երեխան ոչ քաղաքական գործիչ է, ոչ ելույթ է ունենում, ուղղակի էնել ուրիշի սոցիալական ցանցերից, ընկերուհիներից մեկի սոցիալական ցանցերից երեխու նկարը վեկալել էին ու ապա տեղեկատվություն էին տարածում։ Դուք հասկանում եք, ինչքան կեղտոտ են իրանք վարվում մեր հետ, մեր սաղիս հետ, ոնց են իրանք խապում, պետքա դուք հասկանաք սենց մի հատ բան, ես իմ սաղ այդ հանրագրի մեջ նշածա, տառ գրածա, սաղ ներկայացրածա,
ես իմ հանրագիրս ուղղել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողով անվտանգության բաժին, որովհետև էդի Հայաստանի Հանրապետության անվտանգության, ազգային անվտանգության հարցը։ Դուք հասկանում եք, իրանք ֆինանսավորվում են Ռուսաստանից իրանք ինֆորմացիա են տալի, որ իրանք տարածեն Հայաստանի Հանրապետությունում, հայը, որը չի խորանում, լսում է այդ ինֆորմացիան, ասում է դե հայա ինձ ասում։ Հայի հետ ենք մենք շփվում, հայը ինձ ինֆորմացիա է տեղափոխում, արի մի հատ հասկանամ, էսի ինչի մասին է, բայց եթե ընդեղ գրած լներ, որ Պուտինը փողա տալի էս մամուլի ներկայացուցիչին ՍՊ-ին, ուշադիր եղի, թող տեղադրի դեմոկրատիա, թող տեղադրի ինչ ուզում է, թող տեղադրի, բայց պետք է նշած լինի, որ ինքը ֆինանսավորվում է արտաքին ուժերից, վտանգավոր արտաքին թշնամի ուժերից է ֆինանսավորվում, ու որ մարդը այդ տենա, ինքը արդեն կմտածի երկու անգամ, մի հատ ուրիշ տեղել այդ ինֆորմացիան կմանգա, ու համեմատի այդ ինֆորմացիան, ու ըստ դրա արդեն իր կարծիքը կարտահայտի կամ ինչ-որ մի հատ եզրակացության կգա։ Իսկ ներկապային իրանք օգտագործելով Պուտինի փողերը, այստեղ մարդկանց խաբում են մարդկանց։ Ճիշտ է, կարողանում են sense օծի նման այնպես տեղադրեն այդ ինֆորմացիան, որ իրանք դատի չենթարկե, բայց դե համենայն դեպս մենք տենում ենք, որ իրանք ստում են։ Ես տենում եմ, որ իրանք ստում են։ Հարգելի Հայաստանի Հանրապետության ազգային ժողով, գոնեք մի հատ կարդացեք։ Այս ամիս ու կեսա արդեն տեղադրված ես, հասկանում եմ, արձակուրդները, նոր կառավարությունն է, ձեն չեմ հանում, բայց հիմա արդեն վախն է։ Ով է իրանց թույլ տալի, դուք հասկանում եք, իրանք օգտագործելով Պուտինի փողերը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի երեխայի վրա դեզինֆորմացիա են նկարահանում։ Ինչա կարող է, մենք էլ վեկալենք իրանց ուռվինը sense մերես բարձրությունից իջնենք հասնենք իրանց այն պլինտուսին ու կպնենք իրանց ընտանիքի անդամներին։ Ոչ մի աշխարհում, լսեք, ժողովուրդ ու օրագիր, ոչ մի աշխարհում ընդունված չի ընտանիքին ընդհանրապես կպնել, մինչև այդ ընտանիքի անդամը չի դուրս գալի քաղաքական դաշտ։ Չկա տենց օրենք, ոչ գրված, ոչ չգրված օրենք, չկա տենց օրենք։ Դուք ով եք, արա, որ դուք ձեզ տենց բան եք թույլ տալի։ Անես չանեք, ընկնեմ հետևներիցը։ Հասմիկ Հակոբյանին ես շատ եմ հարգում։ Ինքը եղել է առաջի մարդը, որ ես եկել էի Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն, հələ այսպես իմ մտքերս հայերեն չի կարողանում արտահայտեի, ինքը եղել է առաջի մարդը, ով իմ հետ կապի է դուս եկել, ընդամենը ոնց որ հարց պատասխան։ Ինքը առաջի մարդն է եղել։ Որ մեկը կպավ, էդի մենակ իր մասին չի, սաղի մասին է, ու կապ չունի ով է։ Եթե կպել եք ընտանիքին, արա կընկնեմ հետևներիցդ, ես ունեցել եմ մամուլ, ես մամուլ բացել է իմ համար, այս սենց է, փողն եկա, կարողությունն եկա, ձևերն է գիտեմ։ Անենց մի հատ ապատեղեկվական դաշտ կսարքեմ Հայաստանի Հանրապետությունում, մազերները բիզ կկանգնի սաղիդ։ Ավելի լավ է, ձեր մի հատ այնտեղ մամուլի ներկայացուցիչ ունեք, ես նկարը կդնեմ, ստե կտենակ։ Եղած չեղածնա քորում պարոն Փաշինյանի հետ, որ հարցազրույց ա վեկալում։ Ականջն է սենց քորում։ Ես նկարը կդնեմ, դուք կնայեք, այսը, նայեք, տենում եք։ Էսի նորմալ է։ Այսպես բաների վրա ուշադրություն դարձրեք, որ խայտարակ չանեք ամբողջ աշխարհում հայերին։